HP LaserJet Pro M404 պրինտերի հետևյալն է, որ հայտնվում է այսպիսի հաղորդագրություն, որ պետք է փոխվի քարթրիջը և պրինտերը այլևս չի տպում։ Այն լուծելու համար ունենք երկու տարբերակ։ Առաջին տարբերակը HP կայքից քաշում ենք պրինտերի համար նախատեսված դրայվերները։ Եթե իհարկե ձեր մոտ Windows 10 ամեն ինչ նորմալ կլինի, իսկ Windows 7-ի դեպքում այս ֆայլը քաշելուց հետո հայտնվել է այսպիսի հաղորդագրություն, քանի որ այս դրայվերը նախատեսված չէ Windows 7-ի համար, չնայած որ այն նշված է այստեղ։ Այս դրայվերը նախատեսված է Windows 10-ի համար։ Մի խոսքով, եթե ձեր մոտ ծրագիրը Windows 10-ը, ապա կատարում եք հետևյալ քայլերը, որոնք ցույց կտամ նկարների տեսքով, իսկ Windows 7-ի դեպքում կամ համակարգիչ չլինելու դեպքում անցնում ենք երկրորդ տարբերակին։ Երկրորդ տարբերակի համար միացնում ենք պրինտերը ցանցին, քանի որ մեր պրինտերը ցանցային է, և բացում ենք հետևյալ ծրագիրը, որի օգնությամբ պետք է իմանանք արդեն պրինտերի IP հասցեն։ Եթե նախապես այն տեղադրել եք, հարկավոր չլինի այս ծրագիրը, չլինելու դեպքում ապա օգտվում ենք հետևյալ ծրագրից։ Եվ այսպիսով բացում ենք այս ծրագիրը կամ ցանկացած այլ ծրագիր, որը կատարում է լոկալ ցանցի սկանավորում, միանում ենք մեր Wi-Fi-ին, որ իհարկե նույն ցանցից է, ինչ որ մեր LAN կաբելը։ Այստեղ փնտրում ենք HP անունով սարք, այն, որը ստացել է հետևյալ IP-ն։ Մենք բրաուզեր, այստեղ նշում ենք հետևյալ IP հասցեն, այս մենյուից նշում ենք պարամետրեր, расходный մատերիալներ, պարամետրերը,
Այստեղ մեր մոտ նշված է, որ քարթրիջի տոները վերջանալուց հետո ինչ անի պրինտերը, մեր մոտ դրածված է, որ այն կանգ առնի։ Այստեղ մենք փոխում ենք շարունակել իր աշխատանքը և սեղմում ենք ընդունել։ Եվ մեր պրինտերի վրա արդեն հայտնվում է հետևյալ հաղորդագրությունը։ Պարամետրերը փոխելուց հետո պրինտերը արդեն նշում է, որ այն պատրաստ է աշխատելու։ Այս մի խոսքով խնդիրը լուծվեց, այս դեպքում կարող ենք արդեն շարունակել օգտագործել պրինտերը վերջացած քարթրիջով